Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք այս հասկացության մասին նույնպես խոսել ենք, այդ մասին մասնավորապես խոսվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն եւ գործառույթ ունի պետությունը։ 3-րդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավագ եւ միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։